Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս սերփոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Եկեք միասնապար շարունակենք սերդել Սուրբ Գրիգոր Նարեգացի Մատյան ողբերգության աղոթագիրքը։ Հասած ենք սերդելու 54-րդ գլխու 2-րդ մասը։ Նախընթերցեմ ձեզի գրապարփնակիրը եւ ավտարկմանեմ ու բացատրեմ։ Փան ձա թա իխորոց սրդից խոսքն տաստուծո փենմաս ահա ոչ բարձիմ ամենայն իրոք նախադիալս ոչ բանձամ թսրովիալս ոչ խրոխտանամ լքյալս ոչ մեծապանեմ բաբանցյալս ոչ ըմփոստանամ ցաղյալս ոչ երջանկանամ եղգելիս ոչ արդարանամ ամպարիշտս Զի ոչ երբեք հարթ ընթանա երիվար առանց սանցակալի եւ ոչ նավ համբարնա հանդեպ առանց ուղղչի եւ ոչ առոր գշիր ինչ կորձե առանց մաջագալի եւ ոչ երկվորյակը լծոցն իջահ ջեմեսին առանց եզողի ոչ ամփ վերաչվե առանց հողմո ոչ աստեղ ցնտին եւ գամ քումարին առանց ժամանակի ոչ արեկագն փոխապերյալ ուր շրջանագի առանց դարական օթո եւ ոչ ես նոքոք հանդերձ առանց բարեգործի հրամանած ագնկարության Զիտու միայն ես դվիճ գենած սպանականած եւ խնամիչ գարկած հոլովման առածոց եւ իքեն է ինձ բրգություն ըստ Սամոսողին եւ թուցայն ես բարբար խնդալից ավետյաց հնչման հագանչս լսերության ամենայն հասակի եկայք ի հանգիստ իմ բնավին աշխատյալք եւ ես մակրեցիցս ցեզ ի բարդիած Իսկ ինչ օգուտ իլվածմանեն եթե գրգնագի զազրացայց եւ գամ որ օգուտ իջաշակմանեն եթե քեհենին մատնեցայց եւ գամ զիարդ Աբրահամ բարձեցայց խորտացյալս ի կորձոց նորին որթիս քարշության հոր ամորհացվո եւ մոր կետացվո գամ կանանացվո ըստ մարգարեին որ արիս հանգավոր ցայնի ժարանքս մերժելի յետոբացի եւ ոչ սենեգին սարայի ըստ տեսանողին արիս արածի եղբայրս շամրնի եւ գամ կոմորա համբագս անլված եւ անաղելի խագագուտ բդղույն խագության ոողա եւ ոողիփա ըստ Եզեկիելի գրգնանախադն գշտամփության Սիրելիներ մենք անցնող շաբաթ երբ սերդեցինք առաջին մասը տեսանք որ Սուրբ Նարեգացին Տեր Հիսուս Քրիստոսի է որ գտիմե եւ գսե որ ով Տեր Հիսուս Քրիստոսն ամեն բանի մեջ եւ ամեն բանի համար քու ողորմությունը թե մեր հույսը հետեւաբար թուն որ սկսնալույսն ես բոլոր աչքերուն եւ սրդերուն հոգիներուն եւ թունես ցանկը ամահությունը բարերարությունը հետեւաբար գսեր Հիսուսին դեր Կուկտությամբ դարձիր ինձի եւ ուրախությամբ պատրաստե ջամփաս որ քեզի դառնամ որովհետեւ եթե թուն դեր ճուղես ես գգորսվիմ վիհերը գերտամ անտունտները գերտամ եւ աչիս ու ցախիս այնքան վիհեր անտունտներ կան որով գինամ ու գգորսվիմ Հիմա սիրելներ Սուրբ Նարեգացին սկանչելի գերբով Գշարունակե նույն մտածումները ցույց տալ թե Հիսուս ինքն է մեր ուղիչը, ուղորդը, առաջնորդը, առանց Հիսուսի մենք գորած ենք։ Ասիկա ամեն մարդ թող իմանա, առանց Հիսուս Քրիստոսի մարդ գորած է։ Գապ չունի հարուստ ես, քիդություն ունիս, թիրք ունիս, բաշտոն ունիս, գապ չունի։ Առանց Հիսուսի մարդ, ըլլա առաջնորդ, ըլլա նախագահ Ալլա վարչապետ, ալլա գաթողիկոս, ալլա հասարակ մարդ, սովորական մարդ, ով գուզելա առանց Քրիստոսի մարդ գործված է։ Եվ հիմա բազմաթիվ օրինակներով այս բոլորի մասին Սուրբ Նարեգացին պիտի խոսի։ Սկսեմ սիրելներ թարգմանության, քանի որ դողեր կթարգմանեն գսեն Նարեգացին։ Ահա, չեմ բարձենար ամեն գերբով նախատվածս, չեմ բանձար բախարակվածս Չեմ խրոխտանար լքվածս, չեմ մեծապաներ բաբանցվածս,
չեմ ըմփոստանար խայդարակվածս, չեմ երջանկանար երգելիս, չեմ արդարանար ամփարիշտս։ Սուբնարեգացին սիրելներ քաչ գիտե թե առանց Հիսուս Քրիստոսի իր անձին հանդեպ ցուցաբերած սիրուն եւ առաջնորդության ինք բարձաբես գործվածն է։ Եթե Հիսուս իր անձին հանդեպ սեր, քուտ չցուցաբերե, ինք գործված է։ Եվ որ գոմնալ որթեքի գսեր, ինչպես անցնող քլուխու վերջավորության գսեր, վիհեր կան, անտունտներ կան։ Հետևաբար հեշտությամբ գրնամ ինալ այդ անտունտի մեջ, այդ խորխորատներու մեջ, այդ վիհերու մեջ, ծորերու մեջ եւ գործվել։ Եվ նաեւ սիրելներ, եթե դերը ինք չթարնա մեզի իսկապես իր կտությամբ, ինչպես մենք կրնանք իրեն թարնալ ուրախությամբ։ Դերն է, որ առաջին քայլը գարնե, որ մենք իսկապես տեսնենք, որ դերը մեզի դարձած է։ Ինքն է, որ մեզ բրգեց, մենք չբրգվեցանք։ Ինքն է, որ նաեւ գներե մեզի։ Հետևաբար Սուբնարեգացին այս մտածումն է, որ գարդայդեր առաջին մասին մեջը եւ այստեղը սիրելներ ահավասիկ նույնպես Հիսուսի առաջնորդության մասին է որ խոսի, որովհետեւ առանց Հիսուսի նույնիսկ արաքինի կորձերը սիրելիներ չեն գտնար մեզ բրգել, չեն գտնար։ Առանց Հիսուսի մարդը կգործվի, առանց Հիսուսի բրգություն չկա, որովհետեւ մենք մեղավոր ենք եւ քանի որ մեղավոր ենք, հետեւաբար դգար ու անզոր ենք եւ բոլորս ալ գարիք ունենք Աստուծո ներկայության Քրիստոսի առաջնորդության։ Ահա Սուբնարեգացին իր անձը խոնարեցնելով այստեղ Դիրոջ դիմաց Քրիստոսի դիմաց գսե. չեմ բարձենար ես, որ ամեն գերբով, ամեն բանով եւ ամեն տեսակետով նախատված եմ, այսինքն անարգված եմ, անբատված եմ։ Չեմ բարդանար, չեմ բարձենար։ Ինչ բանով բարձենանք եւ որ մենք նախատված ենք ամեն կողմը։ Չեմ բանձար ես, որ թսրովված եմ, թսրովիլ կնշանակե բարսավված, բախարակված, խայդարակված եմ, կամահրված եմ։ Չեմ խրոխտանար, այսինքն չեմ հբարդանար, չեմ բարձենար, չեմ սիկար, այսպես սեք ցևով չեմ կանգներ, ես որ լքված եմ կամ հուսալքված եմ։ Չեմ մեծապաներ, այսինքն մեծ խոսքեր չեմ խոսիր, որ բաբանցված եմ, պերանս արդեն գարգամած է, լեզուս գապված է, ինչպես մեծ խոսքերս եմ։ Չեմ ըմփոստանար, չեմ աբստամբիր, ես որ ծաղկված եմ, ծաղրված եմ, խայդարակված եմ։ Չեմ երջանկանար, ինքզինքս այսինքն քովության կամ երանության արժանի չեմ համարեր, ես որ երգելի եմ, այսինքն ողորմելի եմ, խղճալի եմ։ Չեմ արդարանար, այսինքն չեմ փորձեր ինքզինքս արդարացնել, արդար ցևանալ, ոչ ալ չադակովել անցս, քանի որ ես ամփարիշտ եմ եւ անօրեն։ Սիրելներ, եթե Սուբնարեգացին այս բոլորը գսե իր անձին համար, եթե մենք քննենք մեր անձերը, իսկապես Դիրոջ դիմաց կխոնարհենք, որովհետև եթե նույնիսկ մարդոց դիմաց գհբարդանանք, գհոխորդանք, սիրելիներ, մենք Դիրոջ դիմաց ոչինչ ենք, բարձաբես ոչինչ ենք, փոշի անգամ չենք։ Հաջորդ դողերը կթարգմանեմ։ Ինչպես որ ցին առանց սանցակալի երբեք ուղիղ չընթանար, եւ նավը առաջ չեր տար առանց ղեկավարի, եւ արորը ուղիղ չի հերգեր առանց մաճկալի, եւ զույգ լծկանները ուղիղ չեն ընթանար առանց եզները քշողի, ոչ ալ ամբը գճվե առանց հովի, աստղերը չեն ծածկվիր ու չեն խմբվիր առանց ժամանակի, արեքագի իր շրջանը չի փոլորեր առանց դարական օդի, այնպես ալ ես անոնց հետ առանց բարեգործիտ ակնարգող հրամաններուն ոչ մեկ բան կրնամ անել։ Որքան խոնարհություն սիրելիներ։ Այս պատկերները զորս ընթերցեցի ցեզի Սուբնարեգացին այս պատկերներու միջոցով գուզե ցույց տալ թե
իսկապես որ առանց Քրիստոսի գարավարման, առանց Քրիստոսի առաջնորդության, ղեկավարման ոչ մեկ բան գրնա ինք ընել կամ մենք կրնանք ընել եւ ոչ այլ կրնանք ուղիղ ջամփե ընթանալ։ Եվ օրինակներով գխոսի։ Առաջինը գբերե ցիու օրինակը։ Գսե որ որքանալ ճանապարհը հարթ ըլլա, հավասար ըլլա, ցին երբեք ուղիղ չընթանար առանց սանցագալի, սանցագալ կնշանակե իր սանցը բռնողին, մարդուն այսինքն, զինք զսպողին։ Մենք ալ սիրելներ, առանց Հիսուս Քրիստոսի առաջնորդության մենք չենք գնալ ուղիղ ջամփեն ընթանալ։ Մենք միշտ հագամետ ենք շեղելու, ձրելու, սայտակելու։ Պետք ունենք որ դերը մեր սանցեն բռնե ու մեզ առաջնորդե ուղիղ ջամփեն։ Եվ դա քրական է որ Հակոբոս դիարնեղբայրը իր նամակի 3-րդ գլխու մեջ լեզվի մասին խոսելով լեզուն կնմանցնե ցիու եւ նաեւ կնմանցնե նավին, քիչ մը վերջ այդ օրինակը գուտամ, բայց եկեք նախ ցիուն, քանի որ ցիու օրինակը գուտա այստեղ նարեգացին, գսե Սուրբ Հակոբոսը գսե անոր գիտե իր խոսքերը գշրել գադարյալ մարդ է ինքզինքին իշխելու գարող դες թե ինչպես ցիերուն փերանը սանց կտնենք որբեսի մեզի ընթարգվին եւ անով ցիուն բոլոր շարժումները կգարավարենք Սուրբ Հովան ոսկիպերանն ալ գսե լեզուտ թակավորական երիվար է լեզուտ թակավորական ցի է եթե սանց տնես անոր եւ ուղիղ վարես թակավորական հեծնելի կլա իսկ եթե զան անսանց թողուս ցկես որ ուզած բաները խոսի լեզուտ այդ ժամանակ թեբերու հեծնելի կդառնա այ եթե սանց տնենք Աստված գեծնա մեր լեզուն այսինքն Աստուծո խոսքեր գսենք իսկ եթե անսանց ըլլա մեր լեզուն թեբերու հեծնելի կդառնա ահա թե ինչու Դավիթ թագավորն ալ սիրելներ սկանչելի գերբով գսե 34-րդ Սաղմոսի մեջ 12-13 համարներու մեջ գուզես երկար կյանք ունենալ գուզես բարոր օրեր տեսնել լեզուտ չարախոսության մի ծարայեցներ շրթունքներդ փնավ թող նենկություն չխոսին նույնը Պետրոս Արաքյալ գսե իր առաջի Պետրոսի նամակի 3-րդ գլխու 10-րդ համարի մեջ սիրելներ ինչպես որ մենք պետք է սանց տնենք մեր լեզվին որ ուղիղ բաներ խոսի նույնպես ալ մեր անցին մեր անցերուն սանցը պետք է տանք Դեր Հիսուս Քրիստոսի ցերկերուն մեջ որբեսի սանցե մեզ եւ մենք չշեղինք ուղիղ ճանապարհեն երկրորդ օրինակը նարեգացին գուտա նավու օրինակն է եւ գսե որ ինչպես որ նավը առաջ չերտար առանց ուղղիչի առանց ղեկավարի առանց առաջնորդի անպայմանորեն պետք է մեկը ղեկավարե ուղեզային նույնպես ալ մենք սիրելներ առանց Հիսուս Քրիստոսին առանց ուղղիչին չենք կրնար առաջ երթալ Հակոբոս դիարնեղբայրը նույն գլխու մեջ իր նամակի 3-րդ գլխու մեջ այս անգամ 4-րդ համարի մեջ լեզուն կնմանցնե դարձյալ նավակի այդ ղեկին եւ գսե Տիտե նավերը որքանալ մեծը լան եւ ինչպիսի զորավոր հովերյալ քշվին փոքրիկ ղեկը զիրեն գուղետեբի հոն ուր նավավարը կփապակի դանիլ հետեւաբար սիրելներ որքանալ նավերը ինքնաթիռները ինքնաշարժները բոլոր բաները իրենց մեջը ղեկ ունենան սակայն պետք ունին ղեկավարի առաջնորդողի որպես այդ ղեկը բռնե եւ առաջնորդե նույնպես ալ մենք սիրելիներ պետք ունին Քրիստոսի որպես մեզ առաջնորդե ուղիղ ջամփաներու մեջ են որովհետեւ միշտ մարդը ինչպես ասի հագամետ է հանդերձյալ է սայտակելու շեղելու ջամփային հերանալու ուղիղ ջամփային երրորդ օրինակը գսե ոչ ալ արորը սիրելներ հողը հերգելու կորձիկն է քութանն է ուրեմն ոչ ալ արորը գսե քութանը գրնա ուղիղ հերգել իր հավասար գշույթը բահել հավասար ընտանալ առանց մաջգալի մաջգալը սիրելներ այն անցն է որ իր ցերկը մաջին վրա գտնե այսինքն արորին գոթը գբահե նույնպես ալ մենք առանց Քրիստոսի այս բոլոր օրինակները
շեշտելու համար սիրելիներ, որ մենք առանց Քրիստոսի ոչինչ ենք։ Հաջորդ օրինակը, որ գտան արեգացին, ասե ոչ ալ գրնան զույգ եզները, երկվորյակ լծկանները համակայլ ընթանալ, հավասար ընթանալ, ուղիղ ընթանալ առանց եզողի, այսինքն առանց եզները վարողին, քշողին, առանց հոդաղի։ Անցյալին թաշտերը, ինչև այսօր ալ քյուրերու մեջը, այն քյուրերը, որ զարգացած են շատ, ինչով գերգեն թաշտերը, երկու եզներով, եզներուն վրա, ուսին վրա գտնեն սիրելիներ, ուրեմն լծկանը, եւ գարաչնորտեն, եւ ուրեմն հոդաղը, ինքը եզներ արածողը, ինքն է որ գբրնե եզներու այդ մաջը եւ գարաչնորթե, որբեսի հավասար ընթանան, թե ոչ հավասար քիչ չլար, այլ գրնան շեղիլ, աչ, ցախ երթար եզները, պետք է զիրենք առաջնորդ մըլլա, հոդաղ մըլլա։ Տագավին ուրիշ օրինակներ ալգուդան արեգացին գսե, ինչպես որ ամբը չի գրնար չվել, երթալ, շարժիլ, առանց հովի, գամ աստղերը չեն գրնար ծնթիլ, հերանալ, գամ վերստին կումարվիլ, խմպվիլ, առանց որոշյալ ժամանակի, եթե դերը որոշած ժամանակ չլա, աստղերը չեն գրնար հավաքվիլ կամ ծնթիլ, մեր աչքերուն անհետանալ, ոչ ալ արևը գրնա ամբողջ, ուրեմն դերեն շարժելով շրջանը անել, առանց դարական օթին, դարեղեն օթին, մեկ խոսքով վերոյշել այս բոլորը սիրելներ Աստուծո հրամանով է որ գշարժին եւ գընթանան։ Ահա նույնպես նարեգացին այստեղ գսե դեր այս բոլորին հետ միասին ես ալ առանց քեզի ոչինչ կրնամ անել։ Աստված սիրելներ միակ արարիչն է, ուստի ամեն բաներու առաջնորդողն է ինքը, ամեն բաները ինքն է որ գարաչնորդ է, ամեն բաները ինքն է որ գշարժ է, իրմով է որ մենք գանք եւ գարաչնորդվենք, ինչպես որ Գործկարակելոցի մեջ Բողոս Արաքյալ գսե 17-րդ գլխու 25 եւ 28 համարներու մեջ ան է որ բոլորին ցանկ շունչ եւ ամեն ինչ կուտա, որովհետեւ իրմով է որ գաբրինք գշարժինք եւ գանք։ Դեր Հիսուս Քրիստոսալ գիշեք ինչը սավ Հովանու Ավետարանի 15-րդ գլխու 5-րդ համարի մեջ առանց ինձի ոչինչ կրնա կնել։ Այո, դեր առանց քեզի ոչինչ կրնա կնել։ Առաջնորդ է մեզ։ Ամեն մարդ սիրելներ, եթե խոնարհի դիրոջ դիմաց, գրոնավորները, քաղաքական կորձիչները, pedagogan այրերը, ամեն մարդ, ամենն սովորական մարդն անգամ, եթե գիտակցի այս գիտակցությունը ունենա, որ առանց Քրիստոսի ոչինչ կրնան կնել, հավատացեք, որ եւ մեր երկիրը ոտքի կգանքնի, եւ մեր ընտանիքները, եւ մեր անձերը։ Կշարունակեմ թարգմանել, նարեգացին գսե, որովհետև թուն միայն փանագաններուն կյանք կուտաս եւ խնամքով կբահես արարածներու շարժության գարկերը եւ քեզ մեկ ուքա իմ փրկությունս համացայն Սամոսողին եւ թուն ամեն հասակի մարդոց ագանչին լսել կուտաս ավետապարփար ուրախալի գանչը թե իմ հանգիստս եկեք բոլոր հոգնածներ եւ ես պիտի մաքրեմ ցեզ հանցանքները դեր Հիսուս սիրելներ ինք Աստուծո փանն է Փան կնշանակե Աստուծո խոսքը եւ Աստված ինչով ստեղծեց աշխարհը դիեզերքը խոսքով այսինքն Հիսուս Քրիստոսով ադորամար Հովանու Ավետարանի առաջին գլխու 3 եւ 4 համարներու մեջ Հովանես Արաքյալը գսե սկիզբեն էր բանը եւ բանը Աստծով էր բանը Աստված էր այնտեղ գսե սիրելներ Հիսուսի մասին անով էր որ Աստված ամեն ինչ ստեղծեց առանց անոր ոչ մեկ բան ստեղծեց ցանկը անով Քրիստոսով սկիզբ արավ Հետևաբար դեր Հիսուս Քրիստոս ինք ստեղծիչն է ցանկի դվիճն է ինքն է որ ամբողջ դիեզերքը ստեղծած է երկինքը երգիրը ձովը եւ անոնց մեջի ամեն ինչը գա սակայն ամբողջ ստեղծագործության գլուխ գործոցը գհամարվի ինչը ով մարդը ինչու մարդը որովհետեւ մարդը Աստուծո բատկերին համաձայն ստեղծված է եւ մարդը որպես փանագան էակ մտածող էակ փանագան հոգի ստեղծեց Աստված Ադորամար սուբնարեգացին այստեղ գսե որովհետեւ թուն միայն փանագաններուն ցանկ կուտաս
Նաև դերն է սիրելներ, որ առարածներուն շարժության գարկերը, այսինքն անոնց հոլովույթի օրենքը կխնամի այստեղ գսեն արեգացին, թույլ չտալով, որ մարդը իր սահմաններեն անցնի եւ ինքզինքը մարդկությունը փճացնե, ոչնչացնե։ Եվ նաև այստեղ արեգացին գսե քեզ մե է փրկությունը։ Իսկապես որ մե է փրկությունը։ Փրկությունը մարդոց մեջ է, ոչ աշխարհի ղեկավարներն է, ոչ ալ ովև մեկեն է սիրելներ։ Միակ փրկությունը Հիսուս Քրիստոսն է։ Եվ այս մասին Սաղմոս 62-ի առաջին համարի մեջ Դավիթ մարգարեն գսե. միայն Աստուծմով հոգիս հանգիստ կգտնե, անիգա է անիգա անգեգուքա փրկությունս։ Իսկապես սիրելներ, մեր փրկությունը եւ մեր հանգիստը Քրիստոսեն գուքա ու Քրիստոս ինքն է մեր փրկությունը եւ հանգիստը։ Հիսուսին չսավ Մատթեոս ավետարան 11-րդ գլխու 28-րդ համարի մեջ. Ինձ եկեք, բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, եւ ես հանգիստ պիտի դամ ձեզի։ Ահա այս խոսքը առնելով Սուրբ Նարեգացին, այսպես բզդիկ ծեվափոխումը գնե, ինչու, որովհետեւ քանի որ մեղքի մասին կխոսի, եւ ասեմ սիրելիներ, որ մեղքը մարդու հանգիստը կվերացնե։ Մեղքը կգործնցնե մեր հանգիստը։ Ադորամար Հիսուսի բերնի մեջ կտնե հետևյալը. իմ հանգիստս եկեք բոլոր հոգնածներ եւ ես պիտի մաքրեմ ձեզ բարդքերը, այսինքն հանցանքները, մեղքերը։ Սակայն ինչ օգուտ լվացվել է, եթե գրգին պիտի զազրելի դառնամ, գսեն արեգացին։ Իսկապես սիրելներ, ինչ օգուտ ապաշխարութեն, երբ որ գրգին անգամ նորեն ու նորեն մեր քիծած մեղքերը, գամավոր մեղքերը, քիդագից մեղքերը գգրտնենք, քիդակցապար ուզելով գգրտնենք։ Ինչ կարիք կա ապաշխարությամբ մաքրվել է։ Եվ որ գիտենք, որ ապաշխարած ադենից խոստովանանքի ժամանակ մեր մտքի մեջ թրածենք, որ այսինչ օրը, այսինչ ժամուն դարձյալ պիտի կործենք այդ նույն մեղքը։ Ադիգա Աստծո քթին խնդալ է։ Անիգա սիրելներ ահավոր բան է։ Մեղքերու մեջ ինալով զազիր բիղծ գերդոտ արարքներ կործելով մենք ազազրելի դառնանք։ Բայց հիշենք սիրելներ, որ ապաշխարություն եղած է, որովհետեւ մեր մեջի այդ գերդոդած փնությունը, մարդկային մեր փնությունը մաքրե, նորոգե, Քրիստոսով լվա, եւ ադորամար մենք գարիք ունենք ըզկոն կյանքով ապրելու, ըսկուշությամբ ապրելու, քիդակցապար ապրելու, որբեսի նույն մեղքերու մեջ չինանք։ Այո, պետք է մեկ կողմեն Աստուծո ուսանք, բայց մյուս կողմեն սիրելիներ պետք է մեղքին թեմ ընտիմանանք, մերժելով զայն կործատրել, մերժելով անոր ենթարկվել։ Հարցումը ցեզի, երբ որ փոշոտվինք, փոշի մեջ աղդոդինք, ինչ կնենք։ Այդպես փոշոտ կմնանք, փոշոտ գերտանք կնանալու, փոշոտ ջամփագելենք, այլ գլվացվինք, չէ, գլոքնանք, չէ, հոգանք կառնենք։ Սիրելներ, հապա երբ որ մեղքերով ծանրապերնվինք, փոշոտվինք, աղդոդինք, գերդոդինք, ինչու համար չլվացվինք։ Իսկ ինչպես կնա մարդ լվացվել մեղքերը, ապաշխարության արդյունք տապելով, զղջալով, խոստովանելով իր մեղքերը։ Բայց այն մարդը, որ մինչև իր մահը քիդակցական նույն մեղքերը կործե ու չի զղջարա դոնց համար, իր ապաշխարությունը արդեն սուտ է, հետևաբար չի զղջար ու կշարունակի կործել համառորեն նույն մեղքերը, ոմանք դակավին հայտարարելով, որ մենք գահավադանք Աստծո, որ մենք քրիստոնյա ենք, մենք հավատացյալ ենք, բայց նույն մեղքերը որ կշարունակի կործել, այնպիսին մեղքը սիրելներ պիտի չներվի։ Այս մասին անիկա գնմանի սիրելներ ճիշտ Արագացի քերքի մեջի ըսված խոսքին, որ 26-րդ գլխու 11-րդ համարի մեջ կսվի, ինչպես շունը իր փսխածին գվերադառնա, այնպես ալ հիմար իր հիմարության գդառնա։ Կամ Պետրոս Արաքյալ իր երկրորդ Պետրոսի նամակի երկրորդ գլխու 22-րդ համարի մեջ կսե, խոզը որքան լվաս դիրմի մեջ կտավալի,
Հետևաբար, եթե մեկը սիրելիներ շարունակի այդպիսի մեղքերով մնալ, եւ կամ նույնիսկ քրիստոնյա դառնալեն վերջ գլկե իր քրիստոնեությունը գամովին, գիտակցաբար, ոչ թե այնադեն եւ որ դակավին քրիստոնեության մասին դեղյակ չէ, այլ գիտակցաբար, գիտնալով քրիստոնեությունը գլկե եւ գերանա, այնադեն ոչ մեկ ապաշխարություն իրեն պիտի մաքրե։ Այս մասին Եբրայեցիներու նամակի 10-րդ գլխու 26-27 համարներու մեջ Պողոս Արաքյալ գսե. Որովհետև ճշմարտությունը ճանչնալ է եւ ընդունել է եթե գիտակցաբար շարունակենք հանցանք գործել, այնուհետև ալ չի մնար ովևէ զոհ, որ մեր մեղքերը կավե, այլ մեզի կմնա միայն ահարգու սպասումը Աստուծո դատաստանին եւ այն փոցավար գրագին, որ պիտի լափե Աստուծո հագարագործները։ Մեղքը սիրելներ ահավոր համար է, այո, ինքը մեղքը մեր մեջ են թյուրին չելներ։ Մեղքը մեր մեջ սիրելներ խորունկ արմատներ գնեդե։ Եվ Սուրբ Փարսեղ մեծը շատ սկանչելի երբով գսե ապաշխարողը երբ վերստին գինա, ասիկա ցույց կուտա մեղքերուն արմատը խոր դնգված է եւ առաջվան հանդիմանությունը չէ սրբած զայն, որովհետեւ ինչպես որ երբ ոստերու ուրեմն դունգերու ոստը գդրվի արմատը դարձյալ գփոխփոչի գծաղի տեսած են չէ եւ որ դունգերուն ոստը գդրենք ջուղը գդրենք կտեսնենք որ նորեն զաղգեցավ նույնպես ասիրներ եթե մեր մեջը մեղքը արմատը խորացած է եւ մենք արմատեն չանենք այդ մեղքը պիտի զաղգի նորեն մեկը չսե որ ես կրնամ հագագշտի դակարնել իմ մեղքս չես կրնար պետք է արմատախիլ լինես որբեսի Հիսուսով Սուրբ Օգին զորությամբ որբեսի կարողանաս սերբազատել եւ գամ կշարունակեն արեգացին ինչ օգուտ ճաշակում են եթե քեհենին պիտի մատնվիմ ճաշակումը ինչի մասին է խոսքը Սուրբ հաղորդության ճաշակումի մասին Քրիստոսի մարմին եւ արյունը իրական ճաշ են սիրելներ մեր հոգին եւ իրական թողություն ու փրկություն մեր բոլորին համար հիմա այդպիսի ուրեմն եթե մարդը Քրիստոսի մարմին եւ արյունը ճաշակած է եւ գլկե իր հավատքը անոր սիրելներ այլևս ուրիշ բան չի մնար եթե ոչ քեհեն դարձյալ նույն դեղը որ գարտացի ցեզի Եբրայեցիներու նամակը 6-րդ գլխու այս անգամ պիտի գարտամ ցեզի 4-ն 6 համարները գսե Սուրբ Պողոս Արաքյալ Արդ անոնք որ անգամը լուսավորվելով մգրդվել է երկնային բարգևները վայելել է Սուրբ Օգին հաղորդագից դառնալ է Աստուծո բարի խոսքը ճաշակել է եւ հանդերձյալ աշխարհի սկանչելիկներուն նախաճաշակը առնել է իրենց հավատքը լքեն այդպիսիները կարելի չէ երկրորդ անգամ ապաշխարության բերել անգարելի ադիգա որովհետեւ այդ ցևով իրենց համար վերստին խաչը գանեն Աստուծո որդին զայն հրաբարագավ խայդարակ ընելով Ադորամար այստեղ նարեգացին գսե Ինչ օգուտ ունի ճաշակելը, ինչա ինձի ճաշակում են, եթե քեհենին դժողքին պիտի մատնվին։ Հաջորդ օրը եւ կամ ինչպես պիտի բարձենամ Աբրահամով, երբ խորտացած եմ անոր կորձերեն։ Սիրներ հрьяաներ անցյալին եւ այսօր ալ մինչեւ այսօր անշուշտ ինչով գհբարդանան։ Թե իրենք ովքեր են։ Մենք Աբրահամի որդիներ ենք։ Այսպիսով գհբարդանային անցյալին հрьяաները։ Եվ գիշեք երբ որ Հովանես Մգրդիչի մոտ եկան եւ այդպես ալ գհբարդանային Հովանես Մգրդիչ խստիվ հանդիմանեց զանոնք իժերու ծնունդներ օծերու ծնունդներ գոչեց զանոնք եւ ասավ գգարտամ ցեզի Հովանո Ավիդարանի ներողություն Մատթեոսի Ավիդարանի 3-րդ գլխու 7-9 համարները Սուրբ Հովանես Մգրդիչի խոսքը գսե իժերու ծնունդներ ով ասավ ցեզի թե գրնակ Աստուծո դալիք բադիժեն փախչիլ Ասկետ կորձով ցույց տվեք թե ապաշխարած եք Դուք ցեզի մի խորիկ թե գրնակ բադիժեն ազատի լսելով մենք Աբրահամի որդիներ ենք գսեմ ցեզի որ Աստված այս քարերեն ալ գրնա Աբրահամի որդիներ հանել Այո սիրելներ հрьяաները կբարձենային թե իրենք Աբրահամի որդիներ էին ուստի գսեին որ մեր հայրը Աբրահամն է դեր Հիսուս ալանոնց ինչ սավորմա Ասավ եթե Աբրահամի զավակը լայիկ Աբրահամի ըրած կորձերը բիդի գադարեիկ Հովանես 8-րդ գլուխ 39-րդ համարի մեջ եւ հрьяաները սիրելներ հագարականոր որ գհբարդանային թե Աբրահամի որդիներն էին
բայց Աբրահամի գործերեն եւ հավատքեն շատ հեռու էին, որովհետեւ Աբրահամ Հիսուս ուզեց տեսնել, հավատքի աչքերով տեսավ եւ ուրախացավ, մինչդեռ հрьяաները Հիսուսը խաչեցին։ Ադորամար չեն գրնար Աբրահամի որդիները լան։ Այստեղ ալ Սուրբ Նարեգացին գսե ինչպես Աբրահամով բարձենամ, ես ալ հрьяաներու պես եմ Աբրահամի զավակ եմ, երբ ես խորթացած եմ անոր առաքինի գործերեն։ Ինչպես կրնամ։ Ինչպես որ սիրելներ հավատքի հայրը մեր ուրեմն Աբրահամը մեր հավատքի հայրը կգոչենք, եթե անոր բարի գործերեն հերանանք, եթե անոր հավատքեն հերանանք, մենք ինչպես կրնանք Աբրահամի որդիներ գոչվել։ Որդիները իրենց հայրերուն գնմանին։ Որդիները իրենց հայրերեն է որ օրինակարն են։ Իսկ եթե իրենց հայրերու ցանկի հավատքի օրինակ են դարբեր են, ուրեմն որդի չեն կրնար գոչվել։ Հաջորդողը ես քարշելի որդի եմ ամորհացի հոր եւ կեդացի կամ կանանացի մոր, ինձի բաճաջող մարգարեին խոսքին համացայն։ Ամորհացիները սիրելներ եւ կեդացիները Կանանի որդիներն էին։ Կանանը սիրելներ, որ Նոյի զավակներն էր եւ Նոյ զինք անիծեց։ Գարտացեք Ծննդոց գրքի 10-րդ գլխու 15-րդ համարը։ Եվ Իսրայելի նահաբետները Կանանի երկրի մեջ ծնան։ Այս մասին Եզեկիելի մարգարեության մեջ կգարտանք 16-րդ գլխու 3-րդ համարի մեջ։ Քու սկիզբը եւ ծնունդդ կանանացիներու երկիրն էր, քու հայրդ ամորհացի եւ մայրդ կեդացի էր, գահիդարարե Աստված մարգարեին բերնով։ Եվ դժբախտաբար ամորհացիները եւ կեդացիները մեծ մեղքեր կործեցին։ Անոնք գրաբաշ դարձան։ Անոնք սիրելիներ սկսան փահաղը բաշտել։ Եվ այդ բաժարով սկսան գուրքեր գանկնել։ Նաև գարտանք մենք Ղեբդացոց գրքի 18-րդ գլխու 21-րդ համարի մեջ, որ կանանացիները սկսան արուներու հետ բարգիլ եւ նաև մարտիկ անասուններու հետ զուգավորվել։ Հագարականոր որ Մովսեսը ասած էր անոնց, որ բացարձակ կերպով անոնց սովորություններ չորտեքրեք, բացարձակ անոնց հետ չխառնակվիկ, իսկ հрьяաները ինչ էին, հрьяաները Աստծո պատվիրաներուն անանազանդ կտվեցան, ուրացան Աստված եւ սկսան ամորհացիներուն եւ կեդացիներուն, այսին կանանացիներուն նույնն է, չաստվածները բաշտել եւ դժբախտաբար այդպիսով Աբրահամի զավակ ըլալե թատրեցան։ Եզեկիել մարգարեն դարձյալ գսկձեցնելու համար, ցավցնելու համար իսրայելացիներու սիրտը, որոնք իրենք զինենք Աբրահամի որդիներ գոչեին, անոնց ասավ 16-րդ գլխու 45-րդ համարի մեջ։ Թունքու մորդ աղջիկն ես, որ իր ամուսինեն ու դղաներեն զզվեցավ, եւ քու քույրերուդ քույրն ես, որոնք իրենց ամուսիներեն ու դղաներեն զզվեցան։ Ձեր մայրը կեդացի ու ձեր հայրը ամորհացի է։ Այսինքն դուք նմանեցաք կանանացիներուն իրենց վարկով։ Ահա Սուրբ Նարեգացին ըսածնալ այն է, որ գսե որ իմ անձը սկսե ես կհամարեմ մարգարեին ըսածի նման ամորհացի, իմ հայրս ամորհացի է, իմ մայրս կեդացի, այսինքն ոչ թե անշուշտ բնական ծնունդով, այլ հոգևոր իմաստով։ Այսինքն այնքան մեղքեր կործած եմ, որ ես այլևս ոչ թե Աբրահամի որդի եմ, խոստացված որդի եմ, այլ ես դժբախտաբար մեղքերու որդի եմ։ Եվ այս բոլոր պատկերները կշարունակեմ մինչև վերջ։ Նայեցեք հաջորդ դողի մեջ կսե. Մերժելի ժառանգորդ մնեմ Եթովբացի եւ ոչ թե Սարայի։ Եվ ոչ թե Սարայի արքան սենյագեն մարգարեին ինձի բաճաջող արածին համացայն։ Սուրբ Նարեգացին այստեղ ինչու համար ինքզինք Եթովբիացի գնմանցն է, որովհետև Եթովբիացիները սիրելներ մուկ քույն մորտ կունենան եւ մուկ քույնը խորհրդանիշ է մեղքի։ Հետևաբար Սուրբ Նարեգացին գսե որ ես գսե Եթովբիացի եմ, այսինքն մեղք եմ, ոչ թե ծնունդով Եթովբիացի եմ, այլ բնության այլ սիրելներ վարկի մասին է, իր վարկի մասին, որ վարկով Եթովբիացի նման եմ, մեղավոր եմ։ Եթովբիացիները զաստված չէին ճանչնար։ Եգիպտացիներուն պես եգիպտացիներն ասև էին եւ հետեւաբար եգիպտացիներուն պես գրաբաշտ էին։
եւ եթե բիացի էր Սարայի հարջը կամ Աբրամի ուրեմն հարջը Հակարը որ մեծնավ Իսմայելը եւ Իսմայելը ժառանգորդ չդարձավ այլ ով դարձավ ժառանգորդ Սարայի որդին Իսահակը ահա նարեգացին գսե որ ես հարջի որդի եմ Եթոպիացի այսին Եգիպտացի Սարայի Հակարի որդին եմ եւ ոչ թե Սարայի արքանտեն ծնած ծոցածին զավակն եմ Այլ խոսքով մեղավոր եմ ես մեղավոր եմ ոչ թե արդար եմ հաջորդ օրինակնալ գսե եղբայրն եմ շամրնի կամ եւ կամ կոմորի շամրնը սիրելներ Սամարյան է այդ ժամանակ Իսրայելի ամրի թագավորը Սամեր անունով մարդ մգար այդ Սամերին երկու դաղան տվավ եւ Սամերի լերը արավ ու այդ լերան մեջ քաղաք մսարկեց այդ լերան դա քաղաք մսարկեց Սամարիա քաղաքը եւ այդ ուրեմն քաղաքը գոչեց իր նախկին դիրոջ Սամերին անունով ադորամար գոչվի Սամարիա այս մասին գրնա կարտալ 3-րդ թագավորաց գրքի մեջ 16-րդ գլուխ 23-24 համարներու մեջ եւ Սամարիան վիթարնար գրաբաշտության գետրոնը այնտեղն էր որ Իսրայելի 10 ցեղերը թագավորություն պիտի գազմեին առանցին թագավորություն իսկ Հութան եւ Բենյամին պիտի գազմեին առանցին թագավորություն հարավային թագավորություն կգոչվեր անիգա կամ Հութայի թագավորություն իսկ Սամարիայի մեջ կգոչվեր Իսրայելի թագավորություն կամ հյուսիսային թագավորություն եւ թշպախտապար սիրելներ այդտեղ իրենք Սամարացիները իրենց որդիները սկսան փահաղ չաստուծո աստարովտին գրագի ուրեմն գրագի դալ իրենց զավակները զոհեր իրենց զավակները այդ չաստվածներուն դագավին սիրելներ իրենց թակավորը թշպախտապար Հերոպովամը երկու հատ ոսկի է ուրեմն ցուլ հորդ շինեց ցուլեց եւ ըսավ ժողովրդին ասկե իդ Երուսաղեմ բեկչելեք ով Իսրայել ահա քո աստվածներդ որոնք ես Եգիպտոսեն հանեցին երրորդ թագավորաց 13-րդ գլուխ 28-րդ համար սկսան գուրքեր բաշտել չաստվածներ բաշտել եւ այդ չաստվածները համարել զիրենք Եգիպտոսեն հանող աստվածը Եթե շփախտապար հագարականոր որ ասիգա Իսրայելի թագավորության մեջ պատահեցավ Հութայի թագավորության բնակիչներն ալ ամասն չմնացին գրաբաշտութենեն իրենք ալ սկսան գրաբաշտությամբ ահավոր մեղքեր կործել Սամարացիներուն պես եւ նույնիսկ ադոցմե ավելի քերազանցեցին եւ անորամար այստեղ նարեգած ուրեմն ադորամարալ իմիջայլոցեն որ Եզեգել մարգարեն քույրեր գոչե Սամարյան Երուսաղեմի Երուսաղեմը որովհետև մայրաքաղաքն էր հյուսիսային հարավային թագավորության այսինքն Հութայի թագավորության իսկ Սամարյան մայրաքաղաքն էր հյուսիսային թագավորության Իսրայելի թագավորության եւ Եզեգել մարգարեն 16-րդ գլխի 46-րդ համարի մեջ կսե Երուսաղեմի քու մեծ քույրդ Սամարյան է որ իր աղջիկներով քու ցախկոմդ կփնագի Քեզ մե բզդի քույրդ Սոթոմն է որ իր աղջիկներով քու աճ կոմդ կփնագի ինչու բզդի քույրը Սոթոմ որովհետև Սոթոմի կորձած մեղքը ավելի փոքր եղավ քան Սամարիայի կորձած մեղքը եւ այստեղ սուբ նարեգացին հետեւաբար ինքզին կգոչե Շամրի կամ Սամարիայի եղբայր այսինքն Սամարիային եւ Կոմորին եղբայր ինչու որովհետև Կոմորի մեջ ահա որ մեղքեր կործվեցան եւ սուբ նարեգացին գուզե ցույց տալ որ ինք անոնցմե իդ չի մնար իր կործած մեղքերուն բաժարով Սիրելիներ մենք ալ եւ որ մեղքեր կործենք գիտակցական մեղքեր ու շարունակենք այդ մեղքերը գրկնել Փանեմը բագաս չենք մնար ոչ Սոթոմեն ոչ Կոմորեն ոչ Սամարիային ոչ ալ մեղավոր Երուսաղեմեն Հետևաբար միան խոսքով քրիստոնյա լալը միան քրիստոնյա խոսքով հավատացյալ ըսելը բավարար չէ Աստուծո աչքին գիտին չեն կնար խնդալ Աստուծո աչքին պետք է սիրելներ մենք
մակրվինք ապաշխարության արդյունք տապենք։ Եվ վերջին օրինակը նարեկացին գմեջբերե գսե ողայի եւ ողիփայի խակ արքանթի անգադար ծնունդն եմ ես չլվացված ու չաղված համացան Եզեգելի գրգնագի նախադանքի հանդիմանության ովքեր եղած էին ողա եւ ողիփա ասոնք երկու քույրեր էին սիրելներ մեկ մոր զավակներ եւ դժբախտաբար բորոնգության մեղքով է որ լեցված էին Կարդացեք իրենց մասին Եզեգելի մարգարեության 20-րդ գլխու մեջ երկուքեն 5 համարներու մեջ։ Եվ մարգարեն ցույց կտա Աստուծո ուրեմն Աստված ինքն է որ գխոսի մարգարեին բերնով Եզեգել մարգարեին բերնով ցույց կտա որ ողբան Սամարյան է իսկ ողիփան Երուսաղեմն է որոնք երկու քույրեր էին եւ երկունքնալ գրաբաշխության մեղքերու պատճառով բորոնգացան Սիրելներ, ինչու համար բորոնգություն կգոչվի հոգևոր բորոնգություն, որովհետև ինչպես որ երբ որ ընտանեկան կյանքի մեջ ամուսնացած զույգերու մեջ զույգերը մեկը լա գինը լա դրամարտը երբ որ հերանա թավաճանություն կործե իր ամուսնին կամ գնոջ նկատմամբ եւ ուրիշի հետ երթա անիկա բորոնգություն կհամարվի նույնպես ալ սիրելներ անոր գլկե ճշմարիտ աստվածբաշխությունը եւ գրաբաշխության դեպեն երթա Գլկեզ Աստված անիկա հոգևոր իմաստով բորնիկ կհամարվի Այսօր որքան նույնիսկ քրիստոնյաներ կան որոնք գլկեն ճշմարիտ աստվածբաշխությունը ինչ բանով եւ որ գերգրբակեն թերասաններու մարզիկներու երկիչներու բեդագան մարդոց կրոնավորներու եւ այլն Սիրելիներ Աստված ինքն է որ միակ պաշտամունքը պետք է ստանա եւ ահա թե որքան կարեւոր է որ մենք հերու մնանք հոգեվոր բորոնգութենե Սուբնարեգացին ինքզին կնմանցնե ինքզին կգոչե համփակ կնշանակե խագ կամ կնշանակե դքետ եւ գսե որ ես դքետ որդին եմ ողա եւ ողիփիգա բորնիկներուն ողիփայի բորնիկներուն անշուշտ ոչ թե սպանության կամ ծննդյան այլ իր աղդոտ վարկին համար այդ է որ անլվա լալուն համար եւ անցյալին սիրելներ ուրեմն երեխաները եւ որ իրենց մոր արքանտեն ծնին ինչ կնեն այսօրալ գլվան չէ երեխային որբեսի այդ բոլոր դեսագի արույները մակրվին իր վրայեն եւ վերջը իրեն խանցարով կպատեն անցյալին նաեւ աղ կսեին երեխաներուն վրա որբեսի դգար դեղերը երեխային զորանար աղը գզորացներ կամ հիվանդ դեղերը բժշկվեին եւ խանցարուրեին անորոմար այստեղ նարեգացին գսե ես կսե վիժվածքս արքանտեն ծնած վիժվածքս անգադար կամ վաղահաս ծնյալս ծնելե իդ ճուրով չեմ լվացված եւ չեմ լվացված ճուրով եւ չեմ մակրված այսին եւ չեմ աղված խոսքը ինչի մասին է սիրելներ խոսքը հոգևոր իմաստով ապաշխարության մասին է որովհետեւ աղը սրբություն է եւ լվացվելը արդյունք տապել է եթե մենք սիրելներ չկարողանանք իսկապես արդյունք տապել լվացվել ապա մենք արժանի պիտի չլանք փրկության հասնելու այո դերը մեզ ատամական մեղքեն չնչեց փրկեց դերը մեր մեղքերը մեր վրա բայց մեր գամավոր մեղքերուն համար եւ շարունակենք մեր գամավոր մեղքերը կործել դժբախտաբար սիրելներ մենք Քրիստոսի խաչելությունը անարգած պիտի լանք եւ այլևս ոչ մեկ բան պիտի կարողանա մեզ փրկել Եզեգել մարգարեն 16-րդ գլխու 4-րդ համարի մեջ գսե քու ծնունդդ այսպես էր քու ծնած օրդ բորդդ չգդրվեցավ եւ մակրվելու համար ճուրով չլվացվեցար եւ աղով չաղվեցար ու խանցարով չպատվեցար սիրելիներ բորդը գդրվել կնշանակե մեղքի հերանալ Եգիպտոսեն հերանալ
լվացվիլ կնշանակե աբաշխարել, աղվիլ կնշանակե սրբվել։ Հрьяաները այդ բոլորը չրին, մնացին իրենց բորդը կապված մնաց Եգիպտոսին, ինչպես Ղովդի գնոջ բորդը կապված մնաց Սոդոմ Գոմորին, ու երբ Սոդոմ Գոմորը գավերվեր, երև դարձավ ու ինքնալ աղի արցան դարձավ։ Նույնպես մենք սիրելիներ, երբ որ մենք չգդրենք մեր բորդը մեղքեն, չլվացվենք ապաշխարության արդյունքով, չսրբվենք աղով, չմաքրվենք Քրիստոսի Սուրբ Հոգի աղով, ապա մենք չենք կրնար սիրելիներ առաջ երթալ ու փրկվել։ Ոստի եղբայրներ եւ քույրեր, գխնդրեմ Սուրբ Նարեգացին այս աղոթները ցեզի համար կբացատրեմ, որովհետեւ ավելի լավ հասկանաք այն դողերը, որ դժվար հասկանալի են ցեզի համար, որովհետեւ արիթը լան Սուրբ Նարեգացին աղոթներով խոնարեցնել մեր անձերը, արդյունք տապել եւ Քրիստոսի ողորմությունը խնդրել։ Աստված ցեզ արադավես տողորտն է, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։